21-րդ դարը մարքեթինգի դարը։ Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի առողջ։ Մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Ասենք ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի, որ նայում ես ուզում ես բան, այսինքն դու ուզում ես դա, բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում, հիմա դուք օգնեցիք, որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա։ Եվ մի բան 21-րդ դարում ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի։ Այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ, կա իր տակի բանը, ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ, ուրեմն չկա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր բրենդինգը այն է, որ մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Եվ սա համակարգված խնդիր է։ Համակարգված խնդիր է։ Սկսած, որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացան, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան, տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն խնդիրն է, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ոնց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ոնց կարելի է կառավարության մակարդակով, ոնց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրանց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետեւ այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։ Հետևաբար կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետք է բրենդավորի առողջ ապրելակերպը։